մեր ճանապարհային երթևեկության մեջ ավելացել են այս տեսակի տրանսպորտային միջոցների ուրեմն քանակը, զուտ նաև վիճակագրական տվյալներ ներկայացնեմ։ Մարտի 1-ի երեկվա դրությամբ մենք ունենք երկրում հաշվառված երկանիվ մոպեդ 2594, եռանիվ մոպեդ 29, տրիցիկլներ եւ կվադրիցիկլներ միասին վերցրած 127 եւ տեսնում ենք, որ ուրեմն ճանապարհային երթևեկության մեջ նրանց ինտենսիվությունը մեծանում է, ըստ այդմ առաջարկում ենք պարտադիր ապահովագրության պահանջի դրույթը տարածել նաեւ տվյալ տրանսպորտային միջոցների վրա։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, հարցեր հիմնական զեկուցողին Գեգամ Մանուկյան։ Պարոն Ղազարյան, ամբողջ քաղաքի գիտի այդ մոտորների, հատկապես հնդիկների վարած մոտորների հետ կապված խնդրեմ, որ վերահսկողությունը ոնց է լինելու, որովհետև ինքը սարսափելի բան է, էլի, բարդ աշխատանք է։ Երկրորդը չգիտեմ, հաստատերը դուք եք, թե ոչ, ես իրականում վարորդ չեմ, բայց շատ հաճախ այդ բողոքը լսում եմ հետևյալի մասին է։ Էլեկտրոմոբիլների ընդհանրապես գույքարկի հետ կապված, ջիաուժի հետ կապված, որը ժամանակ առաջ ձևավորվել են մի քանի ընկերություններ, որոնք բավականին մեծ գումարի վարձատրության դիմաց թեստ են իրականացրել եւ մեքենայի ջիաուժը իջեցրել է։ Պայմանական այսպես ասեմ, շատ էլ չեմ հասկանում այդ մեքենաները։ Tesla X մեքենայի մարդը 250,000 դրամ վճարել է, ջիաուժը իջեցրել է, ինքը գույքահարկը ավելի քիչ է վճարում։ Մնացած նույն մեքենաները ջիաուժը ավելի շատ են վճարում։ Այսինքն եթե մի մեքենային տեստ են անում, համարում են այս մոդելի մեքենայի ջիաուժը ցածր է, հնարավոր չի դա տարածվի բոլորի վրա։ Հա։ Շնորհակալություն, առաջի հարցին, ինչ վերաբերում է վերահսկողության էլեմենտին, պարոն Մանուկյան, հենց դրա համար էլ նաև այս կարգավորումն ենք նախատեսում, որպեսզի ուրեմն դրանցից բխող պատասխանատվությունը, դրան շահագործումից բխող պատասխանատվությունը ապահովագրվի եւ մենք տենդենսը նկատել ենք, ասում եք վերահսկողությունը ինչպես է իրականացվելու, ինչպես այլ տրանսպորտային միջոցների պարագայում, թե տեխնիկական միջոցներով, թե բարեկային ծառայության ուրեմն ուժերով վերահսկողություն պետք է իրականացվի այդ մեթոդներով, բացի այդ մենք սահմանել ենք նրանց պարտադիր հաշվառման պահանջ, այսինքն նույնականացուցիչ գոյություն կունենա, ունի արդեն նույնականացուցիչ եւ ուրեմն նույնականացվելու է եւ պատասխանատվություն է սահմանվելու այս նույն գործիքակազմով ինչ որ այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ հիմա սա ավելի են խստացնում այն տրամաբանությամբ որ դրանց համար լինեն ապապայմանագրեր, դրանց համար լինի պարտադիր ապահովագրության պահանջ։ Երկրորդ հանգամանքը, երկրորդ հարցը բնականաբար չի առնչվում այս նախագծին, բայց անդրադառնամ էլեկտրոմոբիլների ուրեմն ջիաուժի հաշվարկմանը, կառավարությունում եւս այս ուղղությամբ քննարկումներ են իրականացվում, այստեղ մենք ունենք ԵԱՏՄ-ի պահանջներին համապատասխանության խնդիր, որովհետեւ ԵԱՏՄ-ի ուրեմն օրենսդրությունը ենթադրում է, որ մենք պետք է ունենանք միասնական էլեկտրոնային անձնագրեր այս մասով, եւ մենք տեխնիկական հնարավորությունների խնդիր ունենք։ Հարգելի լրագրողներ, ձեզ հասկանում եմ, հետաքրքիր չի հարցը, որտեղ դուք չունեք այս տրանսպորտային միջոցը, բայց ցույց տվեք մենք աշխատենք լրության պայմաններում ձեր։ Ըստ այդմ մենք ունենք որոշակի հաշվառման գործողությունների իրականացման հստակեցման անհրաժեշտություն, դրա համար ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել համապատասխան կառավարության որոշման փոփոխության նախագիծ տրանսպորտային միջոցների հաշվառման վերաբերյալ, առաջիկայում կընդունվի, թույլ տվեք դետալները հրապարակել այն պարագայում, երբ որ արդեն կընդունվի կառավարության որոշման նախագիծ, ուզում եմ ասեմ, որ այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, նույնիսկ մշակել ենք փոփոխությունների նախագիծ եւ շրջանառության մեջ։ Արձագանք։ Շնորհակալություն, այսինքն կարելի է արձանագրել, որ առաջիկայում հատկապես տարին նոր է սկսում գույքարկի վճարման փուլը չի նոր է սկսվել, կարելի է արձանագրել, որ այդ ջիաուժերի համահարթեցման մեխանիզմներ են մշակվելու եւ վարորդները անիմաստ շատ մեծ գումարներից ազատվելու են։
Պարոն Մանուկյան, մենք փոփոխություն ենք իրականացնում կառավարության այն որոշման մեջ, որը առնչվում է տրանսպորտային միջոցների գրանցմանն ու հաշվառմանը։ Մեր լիազորությունների տիրույթը գրանցում եւ հաշվառումն է, ոչ թե գույքահարկի որոշման կանոնները, ուղղակի սահմանված է, որ գույքահարկը որոշվում է ըստ ձիաուժերի, դա արդեն մեր կարգավորման տիրույթը չի։ Մենք հասկանում ենք, որ այս կարգավորումը որոշակիորեն ազդեցություն կունենա նաեւ գույքահարկի հաշվարկման բազայի վրա, բայց կրկին ցանկանում եմ շեշտադրել, որ մեր փոփոխությունները առնչվելու են կարգին եւ համահարթեցվելու է, թե ինչպես պետք է գրանցվի էլեկտրոմոբիլը։ Շնորհակալություն, ես հարց ունեմ։ Պարոն Ղազարյան, խոսք գնաց առաքիչների կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցների մասին, որոնք շատ փոքր են, շատ դեպքերում մեծ մեքենավարողները չեն էլ նկատում, կողքից անցնողները, նրանք ոնց ուզում քշում են։ Ավելին, նրանք նաև հարմարվել են մեր իրականությանը, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից, հետևի համարները ծռում են։ Բոլորս էլ տեսնում ենք ծռված համարներով, որը տեսախցիկները չեն ֆիքսելու, ոչ մի պատասխանատվություն չկա, այդ հարցը ոնց դիլացվի։ Ավելին, մի ուրիշ հարց կա։ Մենք բազմիցս խոսել ենք, որ շատ գերատեսչական մարմինների դեմ, ինչպիսին գլխավոր դատախազությունն է, շարվում են մեքենաները, մեր պարեկները կարողանում են այդ խնդիրը լուծեն։ Մի 4-5 օր առաջ նորից շարված են, ընդամենը մեկ տրանսպորտային միջոց մի կերպ կարող էր խցկվել։ Նորից ես խնդրեցի պարոն Խուդինյանին, բայց պետք է չխնդրել։ Ես գիտեմ։ Մանուկյան ինձ մի հիշեցրեք։ Վերջերս ես հանձնաժողովի նախագահն եմ։ Մինչև չլինելը պարոն Խուդինյանը հարցը լուծեց, բայց նա անընդհատ միջամտության պետքա չլինի, նաև պետքա տվյալ գերատեսչության ղեկավարները իրենց աշխատողները, որպես կանոն հիմնականում իրենց աշխատողներն են։ Պետքա պատասխանատվություն կրեն այդ խցանումները մեզ խոչընդոտ դարձնելու համար։ Սա որպես բան, հիշեցում եմ ուզում ասեմ, բայց տրանսպորտային այդ միջոցները, իրենց օգտագործվող համարների սենց ծռելը եւ դրանից խուսափելու հնարավորություն ձեռք բերելը, մենք ինչ գործիքներ ունենք այդ խնդիրը լուծելու համար։ Շնորհակալություն, պարոն Քոչյան, ընդհանուր առմամբ գործում են նույն կարգավորումները, ինչ որ այլ պարագայում, ասենք մեքենաների հետ կապված, որովհետև սա նույնականացուցիչն է եւ անհրաժեշտ է, որպեսզի այդ նույնականացուցիչը լինի հստակ երևացող, որպեսզի կարողանանք պատասխանատվության միջոց կիրառել, բայց հենց այս կարգավորումը, որը մենք ընդունում ենք, այսինքն պարտադիր ապահովագրություն ենք սահմանում, սա եւս կարծում եմ մեկ խթան է, որպեսզի այս դաշտը գա վերահսկելիության տիրույթ։